Վաշինգտոնի հարևանությամբ գտնվող Վիրջինիա նահանգի փրկարարական հաստատությունում փորձարկում են Finder անվանումը ստացած ռադարային շարժական այս սարքը, որը մինչև 10 մետր խորության վրա հայտնաբերում է նույնիսկ ուշաթափ վիճակում գտնվող անձանց։ Այս սարքն աշխատում է տիեզերքը ուսումնասիրող NASA-ի տեխնոլոգիական սկզբունքով։ Ինչպես Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում գտնվող տիեզերական լաբորատորիայի աշխատակից Ջիմ Լյուքսն է ասում, Finder-ը գործում է հետևյալ կերպ. այն նախ միկրոալիք է ուղարկում եւ ստանում փլատակի պատկերը։ Ալիքների մի մասն անցնում է փլատակի տակ գտնվող մարդու մարմնի միջով ու հետ վերադառնում։ Այսպիսով մի կողմից ստանում փլատակի ամբողջ պատկերը, որը անշարժ է, մյուս կողմից գրանցում որևէ չնչին շարժ, օրինակ փլատակի տակ գտնվող մարդու շնչառությունը, նույնիսկ սրտի բաբախյունը։ Սարքի ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, ասում են գիտնականները, որ այն փոքր է եւ կարելի է հեշտությամբ տեղափոխել։ Տվյալ տեղանքում կենդանի մարդ հայտնաբերելու համար սարքից պահանջվում է միայն 30 վայրկյան, քանի որ այդքան ժամանակն էլ բավարար է գրանցելու համար մարդու շունչն ու արտաշնչումը։ Finder-ը կարող է բաց տարածքում մարդկանց հայտնաբերել 30 մետր հեռավորության վրա կամ 6 մետր հաստությամբ բետոնի պատի հետևում, սարք, որը այս պահին դեռևս անցնում է փորձարարական փուլ, ու ըստ ծրագրի այն իր առաքելությունը կիրականացնի եկող տարվա սկզբին։ Սակայն, ինչպես ասում են, Աստված տա, որ այդ առաքելության կարիքը չզգացվի։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։